Պարոն Վարդան Ղուկասյանի Գյումրու քաղաքապետությունը ստանձնելու առիթով եւ այս ավագ շաբաթ օրը պատշաճ էր, որ մենք զբաղվեինք ավելի հոգևոր խորհրդածություններով, բայց օրենքի պահանջը այն է, որ հատուկ օրեր հետո պետք է կատարվեն այս բոլոր ձևակերպությունները եւ այս պատճառով այսօր այստեղ ենք շնորհավորելու մեր կողմից մեզ բոլորիս եւ նաեւ Գյումրու քաղաքապետին այս ծանր պաշտոնը առավել եւս այս ծանր վիճակում ստանձնելու կապակցությամբ եթե անկեղծ լինեի առավել անկեղծ լինեի շնորհավորելու բան չկա այո քաղաքապետին ոչ թե մեզ մեր վրայից շատերից վրայից հոգսը ընկավ հոգսը բարձեցինք իր ուսերին եւ կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ շարունակել մեր կյանքը բայց այն լուծը որ պարոն Ղուկասյանը ինքը բազմիցս կրկնում է այն լուծը որ ինքը քաշելու է շատ ծանր է եւ բարդավորեցնող Հիմա որոշ բաներ պիտի ասեմ, որովհետև լրագրողները որ կանգնած են, պիտի հետո հարցախեղդ անեն, որովհետեւ հարցախեղդ չանեն, հիմա ասեմ։ Ես 20 տարի է, որ չեմ մասնակցել երթմնակալության արարողության։ Ինչու եմ այսօր մասնակցում։ Այս հարցը պիտի հնչի։ Ուղիղ 20 տարի է, վերջին անգամ մասնակցել եմ 2005 թվականին։ Մյուս երթմնակալության արարողություններին չեմ մասնակցել։ Չեմ մասնակցել շատ հասկանալի պատճառներով այն ժամանակվա եւ նաեւ հետագայում իմ մոտեցումների, որոնք ես քաղաքապետարանի առջև դրել եմ եւ քաղաքապետարանի այն ժամանակվա իշխանությունները իմ մոտեցումները հարգել են։ Այս անգամ ոչ մի մոտեցում չեմ ցուցաբերել։ Ինչու, որովհետև այս պայմաններում հայրենիքի այս վիճակում գտնվելու եւ մեր քաղաքի առավել եւս հայրենական այս պայմաններում գտնվելու վիճակում բարոյական չեմ համարել թե մի առաջնորդի կողմից որևիցե պայման առաջ քաշել։ Եվ երբ ինձ եղել է հրավեր պարոն նորընտիր քաղաքապետի կողմից ներկա լինելու երթմնակալության արարողությանը ոչ մի պայման չեմ քաշել եւ ասել եմ կգամ որովհետեւ ինչպես ասացի այս վիճակում մանր-մունր հարցերով զբաղվելու ժամանակը չի թե ով է ավելի կարևոր այս քաղաքում այդ հարցը քննարկելու ժամանակը չի բոլորս յուրաքանչյուրս առանձին վերցրած կարևոր ենք Շիրակի թեմի առաջնորդը կարևոր է իր տեղում, քաղաքապետը կարևոր է իր տեղում, մյուս բոլորը կարևոր եք ձեր տեղերում եւ այդ հարցերը քննարկելու ոչ ժամանակն է, ոչ անհրաժեշտությունը կա։ Եվ մենք կարծում եմ, որ պատրաստ ենք եւ միշտ էլ պատրաստ ենք եղել միշտ դինելու այնտեղ, որտեղ մեր անհրաժեշտությունը կա։ Եվ եթե քաղաքային իշխանությունը գտնում է, որ մեր ներկայությունը այստեղ անհրաժեշտ է, մենք այստեղ ենք։ Թեև այսօրվա օրը, ավագ շաբաթվա այսօրվա օրը մեծ հնարավորություն ընձեռում էր բացակայելու։ Կարող էինք պատճառաբանել, որ գիտեք, ավագ շաբաթ է, սուկ է, Քրիստոս մեր Տերը դեռ հարություն չի արել, դեռ գերեզմանում է, այնպես որ կարող ենք չմասնակցել որևիցե մի հրաբարակային միջոցառման։ Բայց դարձյալ վերադառնալով իմ ասածին, որովհետև այն փափուկ իրավիճակում, որ գտնվում ենք, երբ որ մեր բացակայությունը եւ ինչպես նաեւ մեր ներկայությունը զանազան ասեկոսեների առիթ են տալու, ավելի լավ է ներկայության մասին խոսեն եւ քննեն, քան թե բացակայության։ Այսքանը լրագրողների համար, որպեսզի ավելորդ հարցեր չտակ դուրս գալուց, մնացած բոլոր ավելորդ հարցերը պարոն քաղաքապետին։ Ուրեմն, իբրև Շիրակի թեմի առաջնորդ, իբրև ես քաղաքի մարդ, իբրև ես թաղի մարդ,
Ես ոչ միայն այս քաղաքի մարդ եմ, բայց Աստծո կամքով նաև այս թաղի հրաբարակում ծնված, հրաբարակում մեծացած, 7 վերքի ղողանջների ներքո մեծացած եւ 7 վերքին հավիտենական հավատարմություն տված մարդ եմ։ Պատահաբար չեմ նշանակվել Շիրակի թեմի առաջնորդ։ Այս քաղաքի մարդ եմ եւ հետեւաբար այս քաղաքի ամեն մի փողոցի, ամեն մի թուփի, ամեն մի քարի համար ցավացող մարդ եմ։ Եվ ինչն է մեզ միավորում, մեր հակասական բնավորություններով ինձ եւ պարոն քաղաքապետին, այս քաղաքի նկատմամբ սերը, այս քաղաքի նկատմամբ նվիրվածությունը, այսուհետ էլ շատ ու շատ հարցերում մնալու ենք տարբեր։ Թող չկարծեն որևիցե մեկը, թե հա բոլոր ամեն տարբերությունները դրեցինք, ոչ ինքը դնող է, ոչ ես։ Լավ բաներ։ Հա։ Հիմա հասնենք լավ բաներին։ Հիմա լավ ենա, որ մենք տալիս ենք օրինակ, լավ օրինակ ենք տալիս յուրաքանչյուրին, որ լինելով բնավորությամբ շատ տարբեր, հակառակ, կարողանում ենք կարևոր հարցերի շուրջ համագործակցել։ Մեր համագործակցության լավագույն պտուղը ձեր առջև կա, կանգնած է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որի վերակառուցման առյուծի բաժինը պարոն Վարդան Ղուկասյանին է պատկանում եւ նաեւ իբրև թեմի առաջնորդ հսկողությունը, մնացած բոլոր մանր-մունր հարցերը եւ այլն վերաբերում են նաեւ անշուշտ եկեղեցական իշխանության։ Շնորհակալություն մեր բոլորի աղոթքներով։ Այս 25 տարի այդ համագործակցությունը ոչ մի պահ չի դադարել։ Բոլոր մեր ելույթների միմյանց նկատմամբ ինչ էլ որ ասել ենք, ամենափրկիչի շինարարության շուրջ մեր համագործակցությունը երբեք չի ընդհատվել, երբեք չի դադարել։ Այս օրինակ ուզում եմ որպեսզի յուրաքանչյուրի համար լինի։ Եվ հիմա հորդոր իբրև պատկամ ասում եմ բոլոր նրանց բացականերին եւ ներկաներին, ավագանու անդամ, օգնեք պարոն քաղաքապետին, որպեսզի իր գործունեությունը ինքը կարողանա ծավալել։ Եղեք տարբեր, հակառակվեք, քննարկեք, քննադատեք, բայց գործի մեջ եղեք համագործակցական գործակից, լծակից։ Օգնեք։ Ես որ ասում եմ բացականերին առավել է վերաբերում, քան ներկաներին։ Ներկաները պարզ է, որ հավաքվել են, իրենք պարզ է, որ օգտագործություն անելու տրամադրություն ունեն։ Ուրեմն սա համար մեկ հորդորը պետք է լինի, որ մենք բոլորս անկախ այն դիրքից եւ դիրքավորումից որ կունենանք, պիտի օգնենք, որպեսզի քաղաքապետը կարողանա աշխատել։ Այստեղից երկրորդ հորդորն է բխում, որը մի խանգարեք գոնե, եթե չեք օգնում։ Գոնե մի խանգարեք։ Անցած տարիներին մենք տեսանք այդ խանգարելու փորձերը եւ խանգարելու հետևանքները։ Ավագանու անդամների առաքելությունը, եթե ընդդիմություն են, խանգարելու մեջ չի։ Ընդդիմություն չեն նրա համար, որպեսզի խանգարեն, ընդդիմությունն են նրա համար, որպեսզի այլընտրանքային մի բան առաջարկեն եւ այդ առաջարկի գաղափարը ներկայացնեն եւ նաեւ պայքարեն այդ գաղափարի իրականացման համար, բայց ոչ թե խանգարեն, սաբոտաժ անեն։ Սաբոտաժի համար Ստալինի ժամանակ գնդակահարում էին։ Ոչ մի հին այդ մարդ չկա, որ հիշի, բայց պատմությունից դա գիտենք։ Ուրեմն սա երկրորդ հորդորը, պետք չի խանգարել։ Եվ երրորդը, պետք չի, բայց նաև մնել մյուս ծայրահեղության մեջ։ Եվ այս երրորդ հորդորը նաև ուղղում եմ մեր սիրելի պարոն քաղաքապետին։ Քիչ գովեք պարոն քաղաքապետին, քիչ շողոքորթեք, շողոքորթներ կան, քիչ քծնեք, մի ասեք դու թակավոր ես, թակավոր կմնաս, շատ ասողներ կան։ Հա, չթողնես, այդ հորդորս նաև քեզ է, որ չթողնես, մի խանգարեք այդ շողոքորթությամբ, անսխալական եւ կատարյալ մարդ չկա աշխարհում։
Ոչ ոք անսխալական չի, ոչ ոք կադարյալ չի։ Մի կադարյալ մարդ եղել է, այնպես սպասում ենք Հարությանը, երեգոյան պիտի հնչի Հարության ավետիս։ Ուրիշ ոչ մի կադարյալ մարդ մարդկության մեջ չի եղել։ Հետևաբար քծնանքով, շողոքորթությամբ ինչի ժամանակ որ ասել, ինչի մասին խոսել եմ ժամանակին, մի խանգարեք պարոն քաղաքապետի, այլ աշխատեք ցույց տալ այնտեղ, որտեղ ինքը կարող է սխալվել, այնտեղ, որտեղ ինքը կարող է շեղվել, մարդկայնորեն, եւ ոչ թե անձնական նկատառումներով, ոչ թե անձնական նպատակների համար, այլ համընդհանուր, համաքաղաքային, քաղաքի, օգուտի համար։ Այս քաղաքը սքանչելի քաղաք է, մեր քաղաքը սքանչելի քաղաք է, մեր մանկության քաղաքն էլ էր սքանչելի, այսօրվա քաղաքն էլ մեր երիտասարդությամբ սքանչելի է, մենք շատ լավ երիտասարդություն ունենք։ Եվ մեր քաղաքապետի առաջնային խնդիրներից մեկը պետք է լինի, այո, այդ երիտասարդներին պատրաստել, առաջ քաշել։ Մեր գնալու ժամանակը մոտենում է։ Ես էլ, պարոն քաղաքապետներ, արդեն հասնում ենք, մոտենում ենք ավարտին։ Մոտենում ենք, չէ՞։ Այո, երկուսով մեծացանք միասին, ծերացանք միասին։ Ուրեմն նոր մարդիկ պետք է ի հայտ գան։ Եվ մեր պարոն քաղաքապետը պետք է այդ նոր մարդկանց երիտասարդներին տեղ տա, առաջ քաշի, որպեսզի գան եւ մեր տեղը զբաղեցնեն։ Նայում եմ ժամացույցին, հա իմ ժամանակը սպառվեց, ինձ տրամադրած ժամանակը սպառվեց, այնպես որ շատ կարող էի խոսել, բայց չեմ ուզում հոգնեցնել, առավել եւս այսօրվա ավագ շաբաթվա օրով կիսատոնական տրամադրությունը չեմ ուզում խաթարել, ուրեմն մեր օրհնությունն ենք բերում, բարեմաղթակներն ենք բերում մեր պարոն քաղաքապետին, ավագանու բոլոր անդամներին, իր աշխատակազմին, մեզ բոլորիս եւ մաղթենք, որ առաջիկա տարիները լինեն, կարծում եմ այդքան էլ խաղաղ ու սահուն տարիներ չեն լինի, բայց լինեն ստեղծագործ, կառուցողական, այս քաղաքի առաջընթացի, մեր սիրելի քաղաքի առաջընթացի տարիներ։ Ուրեմն, ինչպես սիրում է պարոն քաղաքապետը ասել, առաջ Աստված։ Շնորհակալություն։